Վերադարձանք տաղավար ու գիտես ինչ եմ ժպտում, այսպես մի քիչ լայն, որովհետև մեր հյուրին առանց այսպես լայն ժպտալու չի կարելի ներկայացնել։ Իսկ ումես ես էլ եմ ժպտում։ Ապրես, մեր տաղավարում է շտապեմ սիրիներս ներկայացնեմ, թե ում ենք այսօր հյուրընկալել, չնայած հաղորդման սկզբից հավատալիք մեր հեռուստատողները արդեն ֆիքսել էին, որովհետև մենք անուններ ենք հնչեցրել։ Գեղեցկուի Հասմիկ Կարապետյանն է։ Բարի լույս Հասմիկ։ Բարի լույս, ինչքան հաճելի է, երբ քեզ նման կերպ են ներկայացնում, նշանակում է դեռ ինչ որ լույս եւ այդ ժպտերես, հա, տեսակս մնացել է եւ պահպանվել է։ Եվ շարունակում է պահպանվել, այո։ Շնորհակալ եմ շատ։ Շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք ու մեզ հետ եք այս հանգստյան օրը անցկացնելու, մեկնարկը տալու, ու հետաքրքիր է թե ձեր առավոտները առասարակ ինչպես են սկսվում։ Ես այն կանանցից եմ, ովքեր որ պարտադիր արթնանում են մեկ գավաթ սուրճով եւ գավաթիկ չէ, գավաթ սուրճով։ Այո, միշտ մայրիկս ապշում է զարմանում է, ասում է ինչպես կարելի է այդքան սուրճ խմել առավոտյան, որովհետեւ միգուցե դա արդեն կախվածության է վերածվել, բայց եթե ես առաջին հերթին, ես նույնիսկ իմ դպրոցական եւ մանկապարտեզի երեխաներից շուտ եմ արթնանում, որ կարողանամ մինչ իրենց ճամփելը այդ մեկ գավաթ սուրճը, այդ սուրբ արարողությունը ի կատարած է։ Առավոտը սկսվում է սուրճով, հետո բնականաբար արդեն անցնում ենք հիգիենային եւ ես որպես մայրիկ անցնում եմ բալիկներիս ճանապարհելուն, եթե տանն են նախաճաշ, ամբողջ ընտանիքի համար, ես հարդարում եմ տունը, որովհետև տարիքի հետ այդ մաքրասիրության ինչ-որ ծայրահեղական բաներ են ինձ ոնց սկսվել, միշտ եղել եմ, ես սիրել եմ ամեն ինչ հարդարված լինի իմ շրջապատում, իմ շուրջը, բայց ինչ-որ այս վերջերս ավելի շատ է։ Ինչ-որ խորացել ու սրվել է։ Խորացել է, որտեղ երեխաները շատ են թափում, չէ՞, բնականաբար փոքր են, 8 եւ 5 տարեկան, այդպես հետո նոր ես անցնում եմ ինքս ինձ։ Առավոտյան միանշանակ կարևոր է դեմքի խնամքը, քսուկները, մի խոսքով հարդարումները տարբեր, կարծում եմ դա կնոջը, յուրաքանչյուր կնոջ համար շատ հաճելի է։ Իսկ կա արդյոք մեկ ուրիշ ավանդույթ, ըստ որ առանց որի ձեր օրը անհետաքրքիր կլիներ ընտանիքում։ Ավանդույթ, որը սովորություն է դարձել նույնիսկ տարիների ընթացքում։ Սուրճի նման մի բան։ Սուրճի նման մի բան չէ, սուրճը այնքան կայուն իր դիրքերում է եւ չի զիջում իր դիրքերը։ Գիտեք ինչի, որովհետեւ արի ուտես, որ մեր ընտանիքում հա, մենք ունենք մեր օրակարգը, բաներ, որոնք ամեն օր կրկնվում են բոլորիս մոտ, բնականաբար, գործողություններ, թե տանը, թե դրսում։ Սակայն մեզ մոտ չկան ավանդույթ դարձած երևույթներ, քանզի օրերը տարբեր են շատ լինում, տրամադրությունն է տարբեր լինում, մենք բոլորս ինչ-որ անհատականություններ ենք ստացվել ընտանիքում, Ժանտն էլ է վառ ինքը իր արդեն աշխարհընկալման տեսակ, ես իմ եւ զիջել այդքան էլ հեշտ չի։ Երեխաներս էլ արդեն արտահայտված, աղջիկս 8 տարեկան, տղաս 5, բայց ես նրանց հետ արդեն պայքարում եմ, որտեվ իրենք ունեն հստակ, ուրեմն բնավորություն, այո, հստակ բնավորություն ունեն։ Դրա համար օրերը շատ տարբեր են եւ ավանդույթներ կան շաբաթ-կիրակի օրերի համար, երբ որ մենք փորձում ենք երեխաներին միասին ընտանիքով գնալ ինչ որ վայրեր, խաղահրապարակներ կլինեն, ինչ որ հաճելի ժամանցի վայրեր։ Այսքան խոսում ենք ամենայն դեպս դեռ ընտանիքից, մայր լինելու փաստից, բայց օրինակ մայրությունը եւ կարիերան ինչպես է համատեղելու այդ բարդությունները կարգավորվում եւ լուծվում։ Դե ոչ մեկի համար գաղտնիք չի, արդեն կարծում եմ, որովհետեւ դրա մասին շատ բացահայտ խոսում են արդեն արվեստի կանայք, եթե մի 10 տարի առաջ միգուցե ես ինձ թույլ չտայի դա այդպես բացահայտ ասել, կամ ընդհանրապես կշրջանցեի թեման, որտեղ ոնց ընտանիքը չի կարելի նույն գծի վրա դնել եւ այլն, հիմա այդ բանը չկա, այդ կարծրատիպը կոտրվել է, ես կոտրողներից մեկն եմ, իդեպ ասեմ, ես այսպես բարձրաձայն միշտ բոլոր իմ հարցազրույցներին ասում եմ, որ շատ բարդ է։ Մասնավորապես ինձ համար այն մայրիկների, ովքեր որ այդքան շատ ամենօրյա օգնող չունեն, երեխաների խնամքի տեսանկյունից տանել բերելու եւ այդ ամեն ինչը մի բառով կենցաղ ընտանիք համատեղել արվեստի հետ բավականին բարդ է։
Այլ հարց է, եթե ես ունենայի դայակներ կամ դայակ, որոնք որ այդ հոգսի մեծ մասը իրենց վրա կվերցնեին, բնականաբար ես այսպես չէի խոսի։ Բայց իմ դեպքում այսպես է, կարծում եմ, ուրեմն ես կարող եմ եւ կարողանում եմ, ես այնքան շատ եմ սիրում արվեստս, ստեղծագործական կյանքս, ստեղծագործել առհասարակ, լինել բեմում, լինել հանրության մեջ, հանրության առջև, այդ ինձ շատ ուժեղ դրական լիցքեր է տալիս եւ ես փորձեցի հրաժարվել այդ ամենից, ինչ որ իմ կյանքի ինչ որ մի հատվածում, երբ որ տաթևիկս ծնվեց, առաջին անգամ մայրանալուց հետո 7 տարի ես շատ пассив էի, բայց 45 տարեկանից հետո հասկացա, որ ես 99%-ով արվեստի մարդ եմ։ Միգուցե այն մի փոքրիկ, լավ 95.5 ասենք, այն փոքրիկը արդեն մայր ընտանիք բալիկներ, ես չեմ ուզում ստել ոչ ինքս ինձ, ոչ իմ երկրպագուներին կամ առհասարակ մարդկանց։ Բայց ինչպես հասկացաք, այդ 45-ին խեղդվում էի, այդ пассив շրջանը, որ եղավ առանց արվեստ, առանց համերգների իմ կյանքում զուտ այսպես ստացվեց երկու տեսահոլովակ նկարահանել, ժամանակս շատ քիչ էր եւ Փարք Տիրոջ, որ ես ունեմ շատ լավ ընկերներ իմ կողքին, ովքեր ինձ նույնիսկ իմ տաթև երգս, իմ նվիրված հենց տաթևիկից գործիքավորեց, ձայնագրեց եւ նվիրեց իմ շատ լավ ընկերը Դերհովան։ Հետո արդեն Մարիամի հետ Գևորգյան նկարահանեցինք տեսահոլովակը։ Իհարկե շատ հուզիչ էր այդ ամեն ինչը, դա էլ է պետք յուրաքանչյուր կնոջ դրա միջով, մայրության այդ զգացողության միջով յուրաքանչյուր կնոջ գոնե մեկ անգամ պետք է անցնել, բայց հետո վերջ այդ ես զգացի Ռուբեն ջան, որ ես խեղդվում եմ։ Այսինքն եթե ես չլինեի իմ ներսով, հոգով, սրտով արվեստի մարդ տեսակ այդպիսին, ես պարզապես 7 տարի հետո էլ չէի վերականգնվի։ Ես չկարողանալով կարողանում եմ եւ առ այսօր Փարք Տիրոջ կարողանում եմ համատեղել արվեստը եւ ընտանիքը։ Ո՞վ է ձեր ընտանիքում ամենամեծ երկրպագուն ձեր երգերի։ Դե առաջնահերթ ես կնշեի ամուսնուս Շանթին, որովհետև ինքը հենց իմ երգերով էլ ինձ հավանել է։ Նա ծնվել ապրել է մինչ 37 տարեկան, ուրեմն Միացյալ Նահանգներում, Դիթրոյթ քաղաքում, բայց շատ պատահական, երբ առաջին անգամ իմ տեսահոլովակներից մեկը դիտել է, այդպես ես շատ ակտիվ, այսպես ազդեցություն եմ թողել իր վրա եւ երգերս գրեթե բոլորը գիտեր ինքը արդեն։ Մի խոսքով կարծում եմ առաջինը ինքն է ընտանիքում, հետո տղաս, Գրիգորս, բայց տղաս էլ յուրօրինակ մոտեցում ունի, հուզվում է։ Ինքը երբ իմ ձայնը լսում է, այո, թե երգերս տեսահոլովակներ դում, ինքը չգիտես ինչի, հոնգուր լաց է լինում, ասում Գրիգոր, տխրում ես, ինչի ես տխրում, ինչի ես լաց լինում, մամանա, երգում ա քեզ համար։ Ու գիտեք, ես վերջերս դա ինձ ինչ ասես, մամ, գիտես իմ ամենասիրած երգը, առաջ սիրում էր ես գնում եմ սիրելիսը։ Չգիտեմ, այդ ձայնային ելևէջները միգուցե իրեն գրավում են, հիմա աղոթքն է սիրում։ Մամա, քո որ աղոթքը խոսքեր չունի, ինքը վոկալիզ է, նախավերջին տեսահոլովակս, մի խոսքով, ասում ինչ ես աղոթքը սիրում, ասում ես քո հոգին զգում եմ, 5 տարեկան է։ 5 տարեկան տղան ասում է, որ ձեր մամ քո հոգին զգում է։ Արտասվում է եւ ասում է, մամա, որ դու երգում ես, ես քո հոգին զգում եմ։ Հիմա ես էլ շատ անդրամադիր եմ այդ օրվանից։ Ախր տղաները մամաների հոգիները զգում են, իհարկե։ Իսկ տաթևիկի մասին ինչ կասեք։ Տաթևը շատ ավելի զուսպ կազմակերպված ինքը, որ ասում են, ինքը իր համար թաց եւ չորը արդեն հասկացող, տարբերող, ունի շատ հետաքրքիր հումորի, սարկաստիկ զգացողություն, որ ինքը այն պահերին կարող է ժպտալ, օրինակի համար, որ ես շատ այսպես նյարդայնացած, բարկացած տղայիս վրա բղավում եմ կամ փորձում եմ ինչ որ դաստիարակել եւ այլն, ինքը այդ process-ի վրա իրա ծիծաղը գալիս է, ինձ քրտիտակ ինքը մեր վրա պիտի այդ բառը ասեմ կներեք, մի քիչ ոչ եթերային է, բայց տժում է։ Ինքը այսպես sense ովքեր են, ինքը sense հասուն հոգի է։ Աղջիկս ավելի հասուն հոգի է։ Իսկ ում է նման բնավորության գծերով ձեր աղջիկը, ավելի Շանթին թե ձեզ։ Ես կարծում եմ ինքն իրեն է նման։
ես աղջկաս ոչ ոքի չեմ նմանացնում տղաս ես եմ էմոցիոնալ այսպես շփվող բոլորի հետ ընկերանում եմ ես ունեմ դա ինչ մեղքը ստացնեմ բայց դաշտ ունի շատ Ինչ եք փորձում նրանց առաջին հերթին սովորեցնել ամենակարևորը ձեզ համար Եթե ես այսպես իմ անունից խոսեմ որ այ ինչ եմ ես առաջնային ուզում սովորեցնել որպեսզի նրանք լինեն լավ մարդիկ առաջինը լինեն բարի լինեն մարդիկ ովքեր որ կարող են ուրիշի ցավը զգալ, վերապրել, օրինակ ես նմանատիպ հատկություններին շատ մեծ ուշադրություն եմ դարձնում, որտեվ մեր ժամանակներում այս համատարած անտարբերության մեջ, որը որ վստահ եմ դուք եք զգացել ձեր մաշկի վրա կամ հոգեպես, գիտեք, առաջ մարդիկ շատ ավելի իրար կողքին կանգնած էին։ Հիմա ես դա չեմ տեսնում, այդ անտարբերությունը, որ չէ, որ մենք խոսում ենք, ասում ենք, «Ա դե դրսում ինչպես է նույն Միացյալ Նահանգներում, Եվրոպայում դու պիտի զանգահարես 1 շաբաթ առաջ, հարցնես կարող եմ ես ինչ օրը գալ ձեր տուն սուրճի ճաշելու, թեկուզ բարեկամի տուն, բայց արի ուտես, որ հիմա մեզ մոտ արդեն դա շատ ու շատ դեպքերում դառնում է այդպես։ Մենք հիմա չենք էլ զանգահարում էլ։ Դե ինֆոն շատ է, սոցկայքերը, բոլորիցս տեղյակ ենք եւ արդեն խուսափում ենք ռեալ շփումներից, այսպես գրում ենք կամ voice-եր ենք անում։ Ես ուզում եմ իմ երեխաները մնան ռեալ Այսինքն ուզում եմ շփման մեջ մնան, չեմ ուզում իզոլացվեն, այ դա է, որ ես շատ ուզում եմ իրենց սովորեցնել առաջնահերթ, չնայած դա շատ դժվար է, որտեվ ուրիշ բան է կատարվում մեր շուրջը եւ ուզում եմ, որ լավ մարդիկ մեծանան, շատ ուզում եմ, որ իրենց տեղը գտնեն։ Այսինքն ես ուզում եմ իրանք զբաղվեն այն գործով, որ կսիրեն, ոնց որ իրանց մաման։ Եթե արվեստ ընտրեն Կամ հենց երկարվեստը կոնկրետ, ինչպեսին կլինի ձեր արձագանքը։ Չգիտեմ, տղաս օրինակ ամբողջությամբ վերցրել է ինձանից եւ լսողությունը եւ շատ երաշտական է 6 ամսեկանում, նույնիսկ ինձ թվում է ինքը ունի բացարձակ լսողություն, որովհետեւ 6 ամսեկանում այդքան մաքուր երեխան չէր կարող երգել։ Բայց գիտեք ինչ, մի քիչ վախենում եմ, շատ կցանկանայի, եթե դա է իր աշխարհը, եթե շատ բարձր ինչ-որ տվյալներ, հա, հետագայում ես նկատեմ եւ ինքս էլ սկսեմ զբաղվել սկզբնական շրջանում, բայց մեր երկրում մի քիչ վախենում եմ, որտեվ ես վստահ եմ, որ ինքը անորակ երաժշտություն չի մատուցելու, այսինքն այն ինչ ուզում է լսել ամբողը Մայրիկի նման ինքը շատ անհատական է, ինքը երբեք չի անի այն, ինչ իրեն թելադրում են դա արդեն իր վարքի մեջ է։ Բայց լավ չի, որ այդպես է։ Շատ լավ է։ Դրա համար ինքը անընդհատ կբախվի այն բոլոր բարդություններին, որոնք որ մայրիկն է բախվում առ այսօր, բայց մեկը այսպես պայքարում է, արդարության դրոշակը ձեռքից, ես միևնույն է անում եմ այն, ինչ ես համարում եմ ճիշտ, որտեվ եկող սերունդները պետք է լավ երաժշտություն լսեն, էլի։ Բոլորս իմ գոլեգաներին էլ ես ասում եմ՝ մի ընկճվեք, եկեք մենք չկոտրվենք, մենք ժամանակին շատ բան ենք արել, եկեք հիմա վերսկսենք ու ոնց որ թե ես դա զգում եմ։ Մենք գիտենք, որ դուք նոր երգ ունեք եւ նույնիսկ նոր տեսահոլովակ մեզ խնդրում ենք։ Պատմեք դրա մասին, ովքեր են հեղինակները, ինչ տեսահոլովակ է, ոնց է կոչվում երգը։ Այո, ուրեմն այս դեպքում իմ հեղինակային երգը չի, Կաթիլ ստեղծագործությունը կոչվում է Կաթիլ, այն ինձ համար գրել է եւ նվիրել է Կապանից մի շատ տաղանդավոր եւ մոտ 200 երգերի հեղինակ Կարեն Հովան։ Երբ որ ինքը ինձ երգը ուղարկեց, Հասմիկ ջան, մի երգ եմ հորինել, մտածել, ինձ թվում է դա քեզ համար է։ Ես առաջին իսկ հնչյուններից ինձ թված ես եմ գրել այդ երգը, այդ կարգի նման էր իմ երաժշտական մտածելակերպին։ Մի խոսքով, եւ բնականաբար մենք անցանք գործի մեծ սիրով, քանի որ երգը շատ դուրս եկել էր։ Անպայման պիտի նշեմ, որ իմ կողքին էին ինչպես միշտ իմ լավ ընկերները, որոնք որ ես ընդհանրապես իմ լավ ընկերներին կոչում եմ հրեշտակներ կյանքում, ովքեր որ ինչ որ մի ժամանակահատվածում հայտնվում են քո կողքին, իրենց առաքելությունը կատարում են, բարությունը։ Հետո նորից են կարող է գալի, կարող է եւ չեն գալիս, բայց հավաքվեց մի շատ լավ թիմ, ուրեմն երգի գործիքավորումը եւ երաժշտական պրոդյուսինգը արել է Էդգարը Խաչատրյան, երաժիշտ պրոդյուսեր, դաշնակահար, իմ բենդի նաև նվագախմբի ստեղնահարը, ուրեմն MP Ray խումբը բոլորիս ծանոթ է, հենց MP Ray ստուդիայում ձայնագրվեց երգը,
Կարենն է Արզումանյան ձայնագրությունը, միքս եւ մաստերը կատարել։ Մի խոսքով եւ տեսահոլովակը, որ արդեն ես ֆոտոներ եմ տեսնում էկրանին, այ Կաթիլ երգի տեսահոլովակը նկարահանել է իմ շատ սիրելի ռեժիսոր, իմ լավ ընկերուհի Նարան Կարապետյան։ Նրան դուք ինձ թվում է բոլորդ էլ ճանաչում եք։ Մի խոսքով մեր տեսահոլովակի իմաստով առաջին համագործակցություններ օպերատորն է Արտակը Մարգարյան ու շատ լավ մարդիկ, ովքեր որ իմ կողքին էին եւ նպաստեցին։ Խոսեցինք ով է գրել խոսքերը։ Եվ խոսքերը, եւ երաժշտությունը գրել է հենց Կարեն Հովան։ Կարեն Հովան։ Դուք բավականին թրջվել եք, անձրև եք ստացել տարբեր վայրերում, պատմեք այդ բարդությունների մասին տեսահոլովակի։ Առաջին անգամ իմ կյանքում ես պետք է այսպես շատ հորդարատ անձրևի տակ երգեի։ Եվ ասեմ, որ այդքան տակ չէր այդ օրը բնության գրկում էին նկարահանումները, արդեն երեկո էր, 6-ից հետո էր, այդ թրջվելու պահերը 6-ից հետո պիտի նկարահանեին։ Աշուն։ Տեսահոլովակը նկարահանվել է հոկտեմբերի 1-ից 15-ի հատվածում, այդպես։ Բախտս բերես, որտեվ արևոտ աշուն է այս տարի, այո, չգիտեմ, ես շատ սիրում եմ փորձարկումներ, ես շատ սիրում եմ, որ ռեժիսորները ինչ-որ բաներ են բարդ ինձ համար մտածում եւ ես դա պիտի կատարեմ, այդ նպատակը դնեմ իմ առջև եւ կատարեմ, եւ քանի որ անձրև սիրում եմ, իմ երգացանկում անձրևի մասին, այդ երևույթի մասին շատ ու շատ երգեր կան, էլի, թե խոսքերի իմաստով, թե եւ այլն։ Մի խոսքով Նարան ասեց, ես քեզ չեմ հարցնում, դու այդ օրը լինելու ես անձրևի տակ, ինքն էլ տեց աղջիկա շատ լավն է, էլի, այդ առումով, եւ ամենահետաքրքիրն այն է, որ ես իրեն շատ խելոք այսպես ենթարկվում է, նա կարողանում է այդ ռիթմը ստեղծել աշխատանքային։ Մի խոսքով, ասեմ, որ սկզբում ահավոր էր, որտեվ երբ որ ես երգում էի այդ շատ ուժեղ եկող անձրևի տակ, գիտեք ինչ էր, շունչս կտրվում էր, այսինքն երգել, երբ որ դու թրջվում ես, առաջին անգամ այսպես մի տեսակ բարդ էր, հետո դրան էլ սովորեցի, թաց զգեստով հետո էր ահավոր, ես այսպես դողացնում էի, այսինքն նկարահանման ընթացքը շատ հեշտ էր եւ հաճելի էր, որտեվ ես փորձում էի այդ անձրևի տակ այդ էմոցիան արտահայտել եւ այլն, որ զգալի լիներ, բայց հետո իհարկե Չհիվանդացակ կարևորը։ Մի բան ասեմ, ես զարմացած էի, բոլորը սպասում են, որ ես պետք է թոքաբորբով ինչ որ ձայնը լսեն, պարկեմ, չեղավ այդպիսի բան։ Ինչ լավ է։ Հետաքրքիր է, բայց սիրով էր արված։ Երևի թե դա էր, այո։ Երբեք չեմ մոռանա Արտուր Գրիգորչի խոսքերը, սա էլ ասեմ, ինքն ասում էր երեխեք ջան, բեմը այդ այն հարթակն է, երբ որ նույնիսկ դուք ասենք շուտ ցավեր ունեք, միջև այդ բեմ դուրս գալը, կամ էլեմենտար պետք կարան, ինչ որ մի բան, հա, ասենց անհանգստացնող, երբ որ դուք բարձանում եք բեմ, այդ ամեն ինչը վերանում է, ես չէի հավատում սկզբում իրեն, ասում է դե խոսում է, որ մենք բեմը ավելի շատ սիրենք, Արտուր Գրիգորիչը, բայց ես հետո հասկացա, որ իրոք այդպես է, այդ նկարահանումներն էլ, այդտենց մի հատ երևույթ էր, էլի։ Ձեր պատմության մեջ նշեցիք, որ Նարան ասում էր պետք է անել, ես անում եի, այսինքն ենթարկում եք ռեժիսորներին, ոչ թե դուք մասնակցում եք, ասում եք այստեղ սենց չեմ ուզում, սենց պետք է լինի։ Չեմ դեպքեր, որ դուք եք միջամտում չէ, իհարկե նախնական քննարկումներին ես շատ ակտիվ մասնակցում եմ, որովհետև ես այն տեսակից չեմ ենթարկվող ոչ մի իմաստով, որովհետև ես ունեմ իմ կարծիքը, դա այդպես է ստացվել, տարիների փորձը, ճանապարհը ինձ տվել են այդ իրավունքը ունենալու սեփական կարծիք, արդար է, բայց օրինակ բաներ կա, որոնք որ արդեն ես մասնագետ չեմ, ես չեմ կարող հակաճառել, որտեվ ես չեմ հասկանում, եւ հետո համոզվում եմ, որ Նարան շատ ավելի ճիշտ էր, քան ես։ Նշեցիք նաև ոճային առումով, որ շատ փոփոխություն չկա, այսինքն շատերս ինչպես ճանաչում ենք եւ անցալում ենք Հասմիկ Կարապետյանին, նույն ոճով այս ստեղծագործությունը նույնպես։ Եթե խոսեմ Մեղեդիի մասին, ես չի ասի, որ շատ Հասմիկ Կարապետյան է, բայց միևնույն ժամանակ ես կարող եի այդպիսի երգ ունենալ, այսինքն ինձանից շատ հեռու չէր։ Հետո կա մի հատ սպეციფიկ մի բան, ես դա նկատել եմ արդեն տարիներ է ու բոլորն են դա ինձ ասում, ասում են Հասմիկ,
ասենք թե դու ունես մի հատ հետաքրքիր ֆենոմենալ հատկություն։ Երբ որ դու ինչ որ այլ երգչի երգել վերցնում ես, երգում ես, ասենք cover տարբերակով, այդ երգը դառնում է Հասմիկ Կարապետյան։ Չգիտեմ այդ ինչի է այդպես։ Օրինակ վերջերս հոկտեմբերի 24-ին մեր Հարազատ երգի պետական թատրոնում կայացավ իմ երկրորդ մենահամերգը, առաջինը մայիսի 3-ին էր։ Ես աշխատում եմ այնտեղ շատ հաճախ Երևալ, որտեվ այնտեղի մթնոլորտը ինձ համար առաջինն է առհասարակ։ Ես այնտեղ ինձ արտիստ եմ զգում։ Չգիտեմ ինչու է այդպես, բայց այնտեղ կա մի բան, որը անդադ քեզ գերում եւ կանչում է։ Եվ ես Էմի երկացանկից սիրելով հեռանում եմ ստեղծագործությունը, ես միշտ ընդգրկում եմ համերգային ծրագրում, կատարեցի եւ էլի եկան մոտեցան աղջիկներ, վերջում ասին Հասմիկ ջան, մի բան ասենք, բայց Էմին է այս երգը երգել, բայց հիմա որ դուք երգեցիք Հասմիկ Կարապետյան լինի։ Մի խոսքով, միգուցե ինձ դժվար է փոփոխել։ Էդ էլ կա։ Բայց հաշվի առնելով, որ փոխվել է երաժշտասեր հասարակությունը, սերունդը մասնավորապես, ինչպես է կառուցում ձեր հարաբերությունները նոր սերնդի հետ։ Անկեղծ ասած, դեռ այդ մասին չեմ մտածել եւ չեմ հասցրել ինչ որ այսպես քայլեր անել այդ իմաստով, որովհետեւ ես այսպես եմ կարծում, որ երաժշտությունը, եթե դիպչող է, եթե այս նույնիսկ չեք նայում երգչին կամ երգչուն, լսում եք, ունկնդրում եք, եթե դիպչող է սիրելու են, արդեն այստեղ սերունդ չի հարցնում։ Որովհետև իմ եւ Դերհովայի զարմանքը մի օր շատ մեծ էր, երբ որ մենք նստեցինք տաքսի, միասին գնում ենք ստուդիա աշխատելու եւ մի հատ այսպես շատ տարիքով պապիկ, մոտ երևի 80 տարեկան, այսպես ինքը հայկական պապիկ էր էլ, ինքը մեքենայի մեջ Արամ Ասատրյաններ միացրած իր երգերից եւ այլն, ինքը ասեց ես դες ճանաչեցի, ասես բեղերով պապիկ էր։ Ասես ես դες ճանաչեցի Հարութ, ասես դու Դերհովան չես, ասես դու Հասմիկը չես Կարապետյան։ Ձեր գիտես որ երգն եմ սիրում, ասում դուք զուգ երգներ։ Դաբստեպը անհնարը։ Մոտ 80 տարեկան պապիկ է, դաբստեպը դուր եկել։ Ասում փշակաղվում եմ այդ երգը լսում եմ, մենք իսկապես այդ մենք չգիտենք ինչ անենք, շոկ էր մեզ մոտ։ Ուզում եմ ասել, երաժշտությունը ինձ համար ոչ լեզու ունի, ոչ ունի տարիք, եթե այն դիպչում է մարդու հոգու լարերին, ուրեմն վերջ։ Իսկ ինչպես եք վերաբերվում ձեր արդեն իսկ հայտնի հիթերը մի քիչ նոր շունչ տալու կամ թարմացնելու տարբերակներին։ Ես դա արդեն անում եմ, այո, որովհետև իհարկե այդպես չեմ բարձրաձայնում այդ մասին, բայց եթե իմ համերգներին մարդիկ ներկա են եղել, կվկայեն, օրինակ Անձրևը, որը դիսկո ոճում է, չէ, եղել այսպես բարային, Հոգիս, Իմ անունն է սեր, Էմի սիրելով հեռանում եմ ու էլի կան սիրուն ասա բարև կան ստեղծագործություններ, որոնք որ արդեն գործիքավորումներով չեմ կատարում։ Կատարում եմ օրինակ այս համերգին կար պիանո եւ ակուստիկ գիտար։ Էդգարը Խաչատրյան պիանոներ, Վիլյամը Հալաջյան ակուստիկ գիտար, այսինքն շատ հետաքրքիր նոր մեկնաբանությամբ եմ կատարել այդ երգերը եւ շատ հավանել են մարդիկ։ Անելու եմ հերթով։ Իսկ ո՞րն է ձեր կարիերայում ունեցած ամենատպավորիչ ելույթը կամ համերգը, որը միշտ հիշելու եք։ Ոյ, այնքան շատ են։ Գիտեք, առանձնացվող ինչ որ բան չունեմ, որ այդպես խոսեմ, հետո քանի որ այդ տարիների ընթացքում է այդ ինֆորմացիան, ես հիմա չեմ կարողանում մտաբերել, միայն կասեմ, որ այս համերգային, բենդային համերգներից հետո, որ ասենք մեր Երևանի ակումբներում, հա, հետո որ ես մայիսի 3-ին հենց այս թվականի 2025-ի մայիսի 3-ին առաջին ոնց որ մենահամերգս արեցի Երգի պետական թատրոնում, այդ իմ մեջ շատ տպավորվել էր, ինչու, որովհետև այնտեղ ես ուրիշ մի հատ զգացողություն ունեցա։ Ես ինձ այնքան տանն էի զգում ու օրինակ այդ զգացողությունը դեռ ունեմ, թարմ է։ Այդա տպավորվել է։ Ես հասկացա, որ ես այստեղ պետք է հաճախ լինեմ։ Չգիտեմ ինչից է, բայց այդպես է։
Զգացողությունը շատ ջերմ ինչ-որ զգացողություն է։ Մեկ էլ չեմ կարող չնշել, ես գնում եմ սիրելիս տեսահոլովակը, երբ որ արդեն լույս տեսավ, Հրաչ Քեշիշյանի հետ միասին նկարահանեցինք, ես այդպես արդեն կարիերաս էի ստեղծում, արդեն ինքս իմ ճաշակով, իմ տեսանկյունից եւ այլն, էդ էլ էր տպավորիչ, որովհետեւ կար մի ժամանակահատված, երևի թե 1 տարի, որ նույնիսկ հարթուկը, որ միացնում ենք այդ երկները, չում ուզում եմ ասեմ, մի այլ կարգի սիրվեց այդ երգը, դա էլ չեմ կարողացել մոռանալ։ Հիշարժանները դրանք են։ Իսկ երբ որ մի նոր աշխատանք եք ստեղծում, կա այդ մեկը, ում մոտ առաջինը հենց պետք է գնալ ու առաջին նրան ցույց տալ ու նրա կարծիքը լսել։ Եվ եթե կա գաղտնիք չէ, ով է։ Չէ, գաղտնիք չէ, շատ հետաքրքիր է, բայց այս իմաստով կարծեմ էլի եմ ասել քույրս։ Քույրս մասնագիտությամբ նկարչուհի է, ինձանից 2 տարի է ընդամենը փոքր, բայց ես քրոջիցս շատ բան եմ սովորել, քույրս երաժիշտ չի, բայց ունի շատ գեր զգայուն, մի հատ այսպես ունակություն, ինքը Երբ որ ես մեղեդին ծնվում էր, ես առաջինը իրեն եմ միշտ ցույց տվել, ինչու, որտեվ ինքը ինձ շատ ճիշտ ասում էր, այս կազդի թե ոչ։ Ու ես ձեզ 100%-ով ասում եմ, դեռ չի սխալվել։ Այսինքն հիթային են դարձել իսկապես այն ստեղծագործությունները, որոնք ինքը այսպես էսա։ Ինքը զգում է հետաքրքիր ունակություն ունի։ Դրա համար ես միշտ իրեն առաջինը իրեն եմ ցուցադրում։ Բացահայտեցինք Հասմիկ Կարապետյանի գաղտնիքը։ Այո։ Ում հետ է նա առաջին անգամ կիսվում եւ ով է ճիշտ խորհուրդներ տալիս եւ ինչու՞ն է կայանում Հասմիկ Կարապետյանի այսպես հաջողության գաղտնիքը։ Այո, իհարկե։ Ես առաջարկում եմ բացահայտել նաեւ Հասմիկ Կարապետյանի գալիք անելիքները, բացի երգից եւ տեսահոլովակից։ Այո։ Ինչ պլաններ ունեք, ինչ նորություններ կան։ Դե քանի որ ես հիմա արդեն կարողանում եմ համատեղել եւ բավականին ակտիվ եմ, մոտ 5 տարի է, փորձում եմ ավելի լինել, բայց նորություններով։ Առաջնային ծրագրերում հենց այդ հիթերի նոր գործիքավորումներն են, որովհետև համերգների ընթացքում հասկացա, որ մարդիկ իրոք չեն զզվել այդ երգերից։ Իրենք ուզում են այդ երգերը լսել, համերգներին հենց այդ երգերի համար են գալի, բայց ուզում են ավելի թարմ հնչողությամբ։ Դա է առաջնայինը, իմ շատ սիրելի եւ իմ կարծիքով շատ տաղանդավոր երաժիշտ, պրոդյուսեր Դերհովայի հետ ունենք անելիքներ։ Իդեպ վերջին իր տեսահոլովակի երգի խոսքերը ես եմ գրել, թողեք ինձ հանգիստը։ Իհարկե ես ինձ համար այդքան դաժան չէի գրի, բայց ինքը ասաց ես ուզում եմ։ Այդպես մենք ունենք ծրագրեր, հետաքրքիր անելիքներ ունենք։ Բոլորը գիտեն, որ մենք զուգերգներ ունենք, 3 զուգերգ ունենք միասին, անհնարը, ուշացածը, սերը երկնքում, բայց ուզում ենք ինչ-որ մի շատ անսովոր ու հետաքրքիր մի բան անել։ Այո, դեռ չեմ շատ բացում փակագծերը, բայց նոր, որ ոչ ինձանից հանրությունը կսպասի, ոչ իրենից։ Մեր համագործակցությունը միշտ շատ լավ է ստացվում, թույլ տվեք սա ասեմ միշտ շատ լավ, որովհետև նախ նույնն ենք մտածում եւ երբ որ մենք նստած աշխատում ենք, չէ, մենք չենք խոսում։ Մենք sense նայում ենք ու գիտենք, որ ձայնը պետք է ստեղ լինի, ինչ գործիք պիտի լինի գործիքավորման մեջ եւ երաժշտական նույն ճաշակը ունենք գրեթե, շատ հեշտ է ինձ Դերհովայի հետ աշխատել։ Այդպես եւ իհարկե եկող տարվա մեջ բնականաբար կլինեն նոր տեսահոլովակներ, նոր համերգներ։ Ես ուզում եմ մի քիչ շեղվել այն ոճից, որը որ բոլորը գիտեն, որը որ ընկալել են, ընդունել են, սիրել են, մնալով բնականաբար Հասմիկ, ես փորձելու եմ հետաքրքիր բաներ տալ իմ հանրությանը, ինչպես որ ես եմ ինձ լսում իմ ներսում։ Այդպիսի բաներ կան մոտապակայում։ Մենք հետևելու ենք։ Շնորհակալ եմ անչափ։ Ու արդեն բաց չենք թողելու, նորությունների դեպքում էլ նույնիսկ տաղավարում հանդիպել, միասին զրուցել, ավելի մանրամասնել մեր հեռուստատողների համար նույնպես, բայց հիմա էլ հավատարիմ մնալով մեր ավանդույթներին արդեն, մենք ունենք բլից հարցեր։ Եթե դեմ չեք ու պատրաստ եք, կարող ենք սկսել։ Ես շատ եմ սիրում այդ պահը։ Եթե Հասմիկ Կարապետյանը չդառնար երգչուհի, ապա դերասանուհի։ Որն է այլ արտիստի երգացանկից այն երգը, որը կցանկանայիք հենց դուք գրած լինել։ Ասեմ։ Հայկոյի մի խոսքով կուզեի ես գրած լինեի։ Արտիստ, որի հետ մանկության տարիներին երազել եք ելույթ ունենալ։
Փոքրիկ ասպեկ ես ամեն պետք է երկեմ։ Գիտեք, քանի որ իմ առաջին crush-ը երկարվեստում, երբ որ ես 15-16 տարեկան դա Լինդան եւ Ֆադեևն էին, այսինքն իրենց համագործակցությունը այն ժամանակ Վառոնը ալբոմներ մինչ օրս լսվում է։ Ես ուզում էի Լինդայի հետ դուետ ունենալ եւ Ֆադեևը գրեր այդ երգը։ Հրաշալի։ Արտիստ ում հետ կցանկանաք համագործակցել հիմա։ Հիմա միջազգային թե մեր հայերից։ Ում կուզեք։ Ես իրոք Ջասթին Թիմբերլեյքի հետ կուզեի զուգերք ունենալ։ Ինչ որ տենց, հա, բայց իհարկե դա նարին է վերադառնալ։ Ով է ասում։ Այնքան սոտերի հետ կցանկանայի համագործակցել, բայց երևի սահմանափակվենք, չէ, ես վերջերս ում եմ ես անդադ լսում։ Chris Brown վերջերս անընդհատ այո Chris Brown-ի հետ կհամագործակցեի, Brian McKnight-ի հետ կհամագործակցեի, ինչքան էլ որ շատ անսպասելի էր իմ դեպքում իր ոճը։ Ու մեկ էլ մեր Սարոյին Թովմասյանը հիմա որ եթերով լսի։ Օրինակ ես Սարոյին Թովմասյան ճանաչել եմ, երբ որ մենք միասին իրենք մի քիչ ավելի ես մեծ ավակ սերունդն էի, իրենք մեզանից հետո եկան, ինքը Արկելի էր երգում, Աշր էր երգում, Brian McKnight էր երգում, մի խոսքով ու իրոք ես միշտ ասել եմ, Սարոն հայկական կոկորդ չունի, իր մոտ ինչ-որ ուրիշ կոկորդ է, էլի սևական կոկորդ ունի։ Ինքը շատ լավ ձայն ունի, իրոք, բայց ես օրինակ իրան կուզեի, որ ինքը համաձայնվեր ու շատ հետաքրքիր մի հատ այտենց soul ոճի մեջ գործ երգեր։ Եվ թող իրականանա։ Եվ թող իրականանա։ Թող։ Եթե ձեր կյանքը երգ լիներ, պատկերացնենք, ինչ ժանրի ստեղծագործություն կլիներ այն։ Ոյ, ինչ որ դրամատիկ մի բան կլներ կամ գիտեք ինչ կլներ Գլադիատոր ֆիլմի սաունդթրեքի նման, այնտեղ մի քանիսը կան այդ սիրուն։ Ես տարածական երաժշտություն եմ սիրում։ Սաունդթրեք կլիներ։ Սաունդթրեք կլիներ։ Շատ լավ։ Հրաշալի։ Եթե կարողանայիք ձեր երգացանկում պահել միայն 3 երգ, որ 3 երգերը կլինեին դրանք։ Ես գնում եմ սիրելիս, այս բեմում երբեք չես իմանա։ Իդեպ երբեք չես իմանա Գիսանեի երգն է։ Շատ հետաքրքիր զրույց ստացվեց իմ կարծիքով ու շատ շնորհակալություն հաճելի ու հետաքրքիր զրույցի համար։ Նաև մենք ինչպես քիչ առաջ նաև խոստացանք, մենք հետևելու ենք նորություններին, նոր համերգներին, շրջագայություններին, տեսահոլովակներին, ստեղծագործություններին ու արդյոք բաց թողնելով հաստատ բարձրացնելու ենք մեր տաղավարից նույնպես։ Շատ շնորհակալություն ինչպես միշտ շատ անմիջական ու անկեղծ զրույցի համար։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Իսկ հիմա անակնկալ ունենք հեռուստատողներին։ Հեռուստատեսային անակնկալ ունենք։ Պրեմիերա նույնիսկ կարելի ասել։ Հենց առաջին եթերում։ Լավ, եկեք վայելենք միասին Հասմիկ Կարապետյան։ Այո, կաթիլը։ Այո, միասին վայելենք ու վերադառնանք շարունակենք սիրելիս։